Իմ կարծիքով բավական արդյունավետ է եղել 5-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները։ Նաև շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, քաղաքական ուժերին համատեղ աշխատանքի համար։ Մենք միասին 5-րդ գումարման ազգային ժողովում ընդունել ենք 1020 օրենքներ եւ 190 միջազգային պայմանագրեր եւ համատեղ աշխատանքի արդյունքում մենք բավականին կարևորագույն օրենքներ ենք ընդունել, սահմանադրական բարեփոխումներ, ընտրական օրենսգիրք, կանոնակարգ օրենք, հարկային օրենսգիրք եւ մի շարք այլ կարևորագույն օրենքներ, որոնք եղել են մեր համատեղ համաձայնության դաշտում եւ նաեւ ցանկանում եմ շնորհավորել այն բոլոր քաղաքական ուժերին, որոնք մուտք են գործել արդեն 6-րդ գումարման ազգային ժողով եւ համոզված եմ, որ մեր համագործակցությունը կլինի շատ արդյունավետ եւ նաեւ մենք արդյունավետ համագործակցություն կիրառենք նաեւ արտախորհրդանական քաղաքական ուժերի հետ եւ այն նույն տեմպերը, որ վերցրել ենք խորհրդանական երկրում, մենք այդ համագործակցության արդյունքում կարող ենք ունենալ ավելի լավ արդյունքներ եւ այն բուրըն համագործակցությունը, որը մենք ունեցանք ապրիլյան դեպքերի ժամանակ մեր ընդդիմադիր գործընկերների հետ, որը բավականին մեծ հնչեղություն ստացավ եւ ողջորեց նաեւ մեր սահմանը պահող զինվորներին, ինձ թվում է, որ մենք շատ հարցերում կարող ենք մեր համագործակցության արդյունքում ունենալ բավականին արդյունավետ աշխատանք եւ ես համոզված եմ, որ 6-րդ գումարման ազգային ժողովը Հայաստանի պատմության մեջ նորեջ կգրի, որովհետև մենք առաջին անգամ ենք անկախ Հայաստանի պատմության մեջ մոտ գործում խորհրդանական համակարգ։ Պարոն Բաղդասարյան, երեք համացանցում տարածվեցի տեսանյութ, որը Արտարացիանի պատկանող ձեռնարկության աշխատակիցը ընտրողներին աղապետին սպանում, նվաստացնում, բաններով որպեսզի ձայն եք բերեն արտարացիանի համար աղարատերքի նրանք աշխատակից կզրկվեն, նրանք հսապատ թողավեն, հաշվի առնելով այս համակարգից տեսանյութը, ինչ եք կարծում արդյոք Արտարացիանը պետք է բայ դնի իր մանդատը։ Անկեղծ ասած չէի ցանկանա մեկնաբանել լրատվության նյութերը, քանի որ դրանք հաստատված չեն, ես ինձ տեղեկացել եմ պարզապես այդքան մանրակրկիտ չեմ ուսումնասիրել, բայց թվում է ուսումնասիրվի արդյոք պատգամավորության տեխնացուն տեղյակ է եղել այդ հավաքից թե ոչ, եւ ես նույնպես մանրամասն ուսումնասիրեմ եւ դրան հետագայում կանրադառնանք։ Պետք է նավայդնի մանդատը, եթե պարզվի Եթե ներով չենք շարժվում, կուսումնասիրենք եւ դրա մասին կխոսենք ապագայում։ Առանց ուսումնասիրման չեմ կարող գնահատականներ տալ, պետք է ուսումնասիրենք։ Այսօր Հայ ազգային կոնգրեսը դիմում է սահմանադրական դատարան ընտրությունների արդյունքները վիճակելու պահանջով եւ ինչպես քիչ առաջ ներկայացրեց Արամ Մանուկյանը, 3 հիմքով են դիմելու վարչական ռեսուրսի կիրառում, ընտրակաշառքի բաժանում եւ ընտրողների ընտրությունների վերահսկողություն։ Ինչ եք կարծում, արդյոք որոշակի հնարավորություններ կան ընտրությունների արդյունքները չեղարկելու համար? Շնորհակալություն։ Չի ցանկանալ սահմանադրական դատարանի փոխարեն պատասխաններ տալ, բայց եթե նայում անցած ընտրությունները թե քանի կետերով էին դիմում սահմանադրական դատարան եւ համեմատում այդ ընտրությունների հետ, բավականին առաջընթաց կա, եթե 3 կետերով են դիմել, իսկ դրա պատասխանը կտա սահմանադրական դատարան։ Նման լայնածավալ ընտրությունների ժամանակ ոչինչ բացառել հնարավոր չէ, կարող է եղած լինեն նման նեգատիվ երևույթներ, կարող է եղած լինել արժի ծառայություններ, հնարավոր է նման դեպքեր եղած լինեն, իսկ վարչական ռեսուրսների տալային հասկացողությունը նախ դրա սահմանում եւ մեկնաբանությունը պետք է տրվի, թե ինչ է նշանակում վարչական ռեսուրս կիրառելը։ Եթե կլինեն նման երևույթներ, նման դեպքեր, դրան անդրադարձ կկատարի սահմանը։